Ռաֆայել, ինչ ենք նկարում։ Կացին աղբեր եքյատը։ Կացին աղբեր հեքիաթը։ Դու արդեն նկարել ես։ Իսկ ինչ ես նկարել։ Կացին եւ հոտ կրակ, չէ՞, հրդեհ ես նկարել։ Ապրես։ Լեա, ինչ ես նկարում։ կացին աղբեր եքյատը։ Կացին աղբեր հեքիաթը։ Կացին ես նկարել։ Ապրես դու։ Իսկ դու ինչ ես նկարում։ Կացին աղբեր եքյատը։ Ահա։ Իսկ ովքեր են այս մարդիկ, Արիաննա։ Գյուղացիներն են։ Այո։ Կացին աղբեր գյուղացի նկարել։ Նա պետք է սա լետեր։ Տիրայր, ինչպես է սկսվում կացին աղբեր հեքիաթը։ Մի մարդ գնաց գործ անելու եւ տեսար մարդիկ ձեռքով են փայտը կոտրատում։ Ապրես։ Գյուղացիներ հարցնում են, ինչու եք փայտը ձեռքով կոտրում։ Ինչու կացինով չեք կոտրում, չէ։ Ինչու կացինով չեք կոտրում։ Իսկ ինչ են ասում գյուղացիները։ Ասում են կացինը ինչ է։ Այո, կացինը ինչ է, որովհետև նրանք երբևէ կացին չէին տեսել, երեխաներ, չէ։ Ահա։ Սա քո նկարածն է։ Կեցես, Գաբրիելա։ Մարդը սկսում է կացինով փայտը կոտրատել։ Մարդիկ զարմանում են, Որոշում են ամեն ինչ տալ, որոշում են ամեն ինչ տալ, կացինը վերցնել, չէ։ կացինը վերցնել։ Այո։ Տանիտելը Տանուտերը տանում է, որ փայտը։ տանտելը Տանուտերը տանում է, որ փայտը կոտրի։ տանում է փայտը որ կորի, իրա ոտն է կոտրում։ Հետո ինչ է ասում։ Հետո ասում է Կացինը ոտքս։ կացինը ոտոս կծես։ Այո։ Գյուղացիները որոշում են կացինին պատժել եւ գցում են կրակի մեջ։ Կացինը կարմրում է։ Կրակի մեջ, չէ։ Ահա։ Գյուղացիները մտածում են, որ ջղայնացել է։ Այո։ Հետո որոշում են տանել ու բանտարկել կացնին։ Այո։ Ու տանում գցում են տանուտերի մարանքը։ Այո։ Հետո բելնվում եւ Այրվում է այլվում է բարակը։ մարակը, չէ։ Այո։ Գյուղացիները վազում են տնուց, հետևից ասում են կացին աղբերին բան հասկացնում։ Այո, եկ կացին աղբորը բան հասկացրու։ Կեցես։